Պարոն Վարդևանյան, ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքը երկու խոշոր փաթեթային ծրագրով ներդրումներ է կատարելու Հայաստանում եւ նաեւ ասել է, որ ինքը կարող է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հայկական գյուղմթերքը արտահանվի ռուսական շուկա։ Պաստորեն նա միջնորդության կոչ է արել եւ սրանով կարող է դիտարկել, որ նաեւ դուք հաշվի առեք, երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի ազգային բարերար լինելու մասին, մենք խոսում ենք ընդհանրապես մարդու թե կենսագրության, թե ընդհանրապես իր մոտեցումների մասին։ Այո, Սամվել Կարապետյանի մտահոգությունները, նաեւ ապրումակցումը հենց նույնիսկ հանգեցրել էր նրան, որ նման հայտարարություն արել էր, նման պատրաստակամություն ընդգծել էր։ Մնացած հարցերի հետ կապված գործարքի առաջարկ չեք դիտարկում սա վերընտրված իշխանություններին, փաստորեն նա միջնորդության դեր է։ Ես անկեղծորեն եմ ասում, նման վարկած կամ նման տարբերակ դիտարկելու նույնիսկ ողջամիտ հնարավորությունը չեմ տեսնում։ Դուք մի բան հաշվի առեք, Սամվել Կարապետյանը, եթե պարզապես կես քայլ նահանջ կատարեր հեռավոր դեռ 400 օր առաջ, վերջինս ոչ թե 1 ժամ կլիներ խափաման միջոցի ինտենսիվության պայմաններում, այլ որևէ մի այս ամբողջ ռեպրեսիաներից, նույն որի շրջանակներում այսօր նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ կա այս միջնորդությունը չէր լինելու։ Իսկ Սամվել Կարապետյանը փոխարեն արդեն 400 օրը ինչ կալանավորված է, Հայաստանում կան այսօր բազմաթիվ նաև այլ քաղբանդարկյալներ, որոնք պարզապես խոսում են, որ նման ձեր հարցադրման նույնիսկ նվազագույն իրականության հետ առնչություն չի կարող լինել, բայց առիթից օգտվելով ուզում եմ պարզապես նաև ազատություն մաղթել բոլոր քաղբանդարկյալներին, շնորհակալ եմ։